Պարոն Վարդանյան, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին առնչվող նոր քրեական գործ կա, իբրև թե Սև լճում դիրքերը լքելու նահանջելու հրաման է տվել, գեներալը անդրադարձել է հերքելով, դուք ինչ կարող եք ասել, որպես զինվորական, բանավոր որևէ հրաման, եթե անգամ արձակված լինի այդպիսի հրաման, ենթակա է կատարման։ Ես անդրադառնամ ձեր հարցին, նախորդ որպես Պայստազորի զինվորական երկար տարիների ծառայության փորձ ունեցող ոչ մի բանավոր հրաման ի կատար ածել հնարավոր չէ։ Բանավոր հրամանին պատասխան պետք է լինի գրավոր հրաման նաև։ Եթե կար բանավոր հրաման, նույն ժամանակահատվածում դա պետք է դառնար գրավոր հրաման, նոր անեին գործողություններ։ Այն է գլխավոր շտաբի Ուզում եմ անդրադառնամ մի նման շարունակեմ ես ավելի շուտ, տեսեք, այդ ժամանակահատվածում գլխավոր շտաբի պետը պետք է պատասխանատվության ենթարկվեր ավելի շուտ իրան պաշտոնի նշանակելուց առաջ, ես մի ներկա պարագայում անուններ չեմ նշում, բայց ժողովուրդը որ ուզենա կհիշի ով էր գլխավոր շտաբի պետը, գլխավոր շտաբի պետը կորպուսի հրամանատար եղած ժամանակ Արենիում հանձնեց դիրքեր առանց մեկ կրակոցի, դրանից հետո նա նշանակվավ գլխավոր շտաբի պետ։ Արտակ Դավթյանի մասին։ Այո, Արտակ Դավթյանի մասին է։ Ինքն է ցուցմունք տվել։ Նախաքննության կանխավարկածից ելնելով չեմ ուզում անուններ շեշտեմ, բայց բոլոր Հայաստանի Հանրապետությունում պատերազմական ժամանակ բոլոր ուժային կառույցները ենթարկվում են գլխավոր շտաբի պետին, եթե դա ով չգիտի, ես իրազեկում եմ։ Բոլոր որոշումները, բոլոր հրամանները տալիս է ցուցումները, տալիս է գլխավոր շտաբի պետը։ Գլխավոր շտաբի պետի տեղակալը չի կարա հրաման տա առանց գլխավոր շտաբի պետի։ Եվ կա նաև մի պատմություն։ Այդպիսի բանավոր հրաման չէ, գոնե հրաման եղել է։ Ոչ մի կերպ, ես նմանատիպ մի պատմություն եմ պատմում, էլի անուններ չեմ տալի, մարդիկ կան, որ կենդանի են եղել այդ խոսակցության ժամանակ, այդ բանավեճի ժամանակ, երբ որ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին թույլատրություն են հարցնում 10 հոգանոց ադրբեջանական դիրքը, որ մխրճված է լինում Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում, տեղանքներ չեմ նշում, որ խնդիր չլինի, մոտակայքում Սև լճի, հարցում են անում գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին, որ թույլ եք տալի գրավել, Արշակ Կարապետյանը տվյալ ժամանակ ասում է այո, վերցրեք դիրքը եւ այդ ժամանակ գլխավոր շտաբի պետ նույն Դավթյան Արտակը ոնց որ բանավեճի է բռնկվում գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ բարձրաստիճան սպաներ լիքն են լինում այնտեղ էլի եւ այդպեսով նա չի անում այդ ցուցումը հիմի որ վերցրել են նորից գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի վրա քրեական գործ են հարուցել հետախուզում են հայտարարել ես մենակ մի բան կարամ ասեմ դա քաղաքական առումներով է որովհետև այսօրվա դրությամբ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը շատ է խանգարում քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ իր ոնց ասեմ առաջնորդ չեմ կարող ասեմ չգիտեմ այդ բառը այդ մարդու համար ոնց ասեմ ճակերտավոր վարչապետի աթոռը զբաղեցրած Նիկոլ Փաշինյանը շատ ցնցումների մեջ է ընկնում երբ որ տեսնում է ցնցումների մեջ է ընկնում երբ որ տեսնում է գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին Պարոն Վարդանյան, իսկ կարող է կապ ունենալ նաև վաղաշաբաթի ընտրությունների հետ, որովհետև հնարավոր է լինեն օրինակ հետընտրական զարգացումներ եւ ընդդիմադիր թեկնածուները նաև միավորվելու սցենարով գնան։ Օրինակ կարող է նաև այս հնարավոր զարգացման հետ կապված լինել։ Կներեք, ես ուղիղ հայտարարություն եմ անում վաղաշաբաթի ընտրությունների հետ կապված։ Այո, քաղաքացիական պայմանագիրը ստեղ շանսեր չունի։ Ստեղ ընդդիմությունն է լիդերություն անում, որից մեկը մենք ենք հանդիսանում վաղաշաբաթի ընտրություններում։ Տեսեք, միաժամանակ քրեական գործեր հարուցվեց։ Գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանի դստեր Նայրա Գրիգորյանին կալանավորեցին։ Հայացքներ կան իրանց ընտանիքի կողմից ընդդիմադիր
պայքարի մեջ։ Կալանավորել են թե քրեական։ Կալանավորել են, գրած էր, այո։ Նույն քրեական գործերը հարուցեցին Մայր Հայաստան դաշինքի ավականիների նկատմամբ։ Երկրորդը, մեզ չեն կարող ոչ մի բան ասել, քանզի շատ երկար իրանք տանջվել են, որ ինչ-որ մեր մեկի վրա քրեական գործ հարուցեն, եւ չի ստացվել իրանց, դրա համար կպել են մեր առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյան։ Բազմիցս մենք ասել ենք, որ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ անձամբ մենք ենք ծառայել եւ մենք գիտենք նրա տեսակը, նրա հրամանատարական ջիղը, նրա նվիրվածությունը Հայաստանի Հանրապետությանը եւ դրա համար քաղաքական առումով մենք համախմբել ենք իր կողքը։ Չի ստացվելու։ Բոլոր միջոցները, ինչ կիրառում է այսօր քաղաքացիական պայմանագիր անվամբ այդ խմբակը, իրանց բոլոր սադրանքները հակառակ են ազդելու իրանց վրա։